Քույր եղբայրներ, վերադառնանք առաջին թուղթ առ Հովաննու գլուխ 2 եւ համար 18-ն սկսյալ պիտի շարունակենք մինչեւ երկուքին վերջավորությունը։ Ուրեմն այստեղ կսկսի ինչպես անցյալ անգամ ասինք Հովանես կգրե եկեղեցիներուն եւ այդ նպատակով որ այս նամակները պիտի հասներ այդ տարբեր եկեղեցիներուն, այդ տարբեր իրեն ինք որ շատերուն գճանշնար, շատերուն չէր ճանշնար, նպատակը մեկ եկեղեցի հասնել չէր այդ բոլորին։ Եվ գեղեցիկը քանի որ գտեստեք գիտեք Հովանես առաքյալը վերջին առաքյալն է։ Եվ երբ կգարտանք այս նամակները, կանցրատառնանք որ իր կյանքի վերջավորություններն է արդեն։ Տարիքը արած է։ Եվ այստեղ գսե որտակներ անցյալ անգամ տեսանք ամեն անգամ որ խոսքը գուզե հայտնել հավատացյալներուն գսե որտակներս։ Այդ հայրական քութը, հայրական սերը, հայրական հոգադարությունը ցույց կտեսնենք, գերևնա ցույց կտա այս որտակներ բարեն։ Ուրեմն նայեցեք ինչ կսե որտակներս համար 18-ը վերջին ժամանակն է ու ինչպես լսեցիք ները պիտի կա եւ արդեն շատ ներեր եկած են ատկեք իմանանք թե վերջին ժամանակն է։ Ինչս էլ գուզե վերջին ժամանակը։ Վերջին ժամանակը երբ մենք կնայինք կնարգենք ամբողջ սուբգիրքը հին եւ նոր գդագարանը, հին գդագարի մեջ այդ մարգարեությունը գար որ գսե վերջին ժամանակը։ Վերջին ժամանակը պիտի սկսեր երբ Աստված ինք կար եւ իր ժողովրդին բարձրացներ։ Նոր գդագարանի մեջ վերջին ժամանակը գրնամսել նավագադիկը եղավ, բացումը եղավ Հիսուս Քրիստոսի խաչելությունով, հարությունով եւ Սուրբ Հոգիի գալով։ Վերջին ժամանակները կսկսին խաչելություն, հարություն եւ հոգեկալուստ։ Համբարձում եւ հոգեկալուստ եթե գուզեք։ Ուրեմն վերջին ժամանակները երբ որ գսե արդեն ոչ մեկ բան չմնաց անելիք բացի Հիսուս Քրիստոսի վերադարձը։ Վերջին ժամանակը ասել է Աստվածային կողմեն ոչ մի բան չկա անելիք։ Հիսուս խաչվեցավ, հարություն արավ, համբարձավ, Սուրբ Հոգին ղրգեց եւ Սուրբ Հոգիով իր ժողովուրդը կսպասե, կպատրաստե իր վերստին երկրորդ կալստյանը։ Ուրեմն վերջին ժամանակները սկսան այն օրվանեն, երբ Հիսուս համբարձավ եւ Սուրբ Հոգին ղրգեց։ Մեկ խոսքով, երբ եկեղեցին պաշտոնապես սկսավ։ Եվ այս գիրագի, եկող գիրագի պիտի դոնենք Պենտեկոստեի հոգեկալստյան դոնը։ Եվ այդ վերջին դոնն է, որ մե վերջ գամիան մեկ բան Հիսուսի վերադարձը։ Եվ մենք հիմա 2000 տարի է այդ վիճակի մեջ ենք։ Կրնամ ասել 2000 տարի է վեր մենք վերջին ժամանակներու մեջն ենք, որ մարգարեություն եղավ, կատարվեցավ, Աստված իր ընայիկը կատարեց, միածին որդին բոլոր փրկագործությունը ընելով, հիմա մնաց մեկ բան Տիրոջ վերադարձը եւ Դատաստանը։ Ուրեմն վերջին ժամանակներուն մեջն ենք։ Եվ այդ վերջին ժամանակները երբ որ սկսավ նաեւ սատանայական կորձիչներ կամ վարդապետություններ կամ աստվածապանություններ սխալ ձևով խանգարել եկեղեցին։ 2000 տարի է իվեր վերջին ժամանակները երբ սկսան, այն օրվանե միջև հիմա մեկ նպատակ կա։ Հիմա այստեղ գսե վերջին օրը ները պիտի կա։ Ները ասել է Հագա Քրիստոս։ Ուրեմն սուբգիրքը մեզ գսորվեցն է, որ վերջին օրերը երբ կմոտենա Հիսուսի վերադարձը, դաժան օրեր պիտի լան հավատացյալներու համար։ Եվ անձնավորությունը Հագա Քրիստոս պիտի կա եւ իր իշխանությունով փորձե ինչ որ Քրիստոսի համար է կանտե։ Այս պիտի լա վերջին օրերուն Հիսուսի կալստյանեն վերջին օրերու ժամանակներուն։ Բայց այստեղ Հովանես մի կարևոր բան գսե։
Գսե ինչպես լսեցիք ները պիտի կա, ուրեմն Հագա Քրիստոսը պիտի կա։ Եվ այստեղ գսե, բայց արդեն շատ ներեր եկած են։ Ինչս էլ գուզե։ Հագա Քրիստոս այս սիստեմը, այս միտքը, այս գրնամսել ուղությունը Հիսուս Քրիստոսի եկած ժամանակեն իվեր կա։ Երբ առաքյալները դեր Գաբրեին գային, ինչպես խոյեցանք անցյալ անգամ, սուտ մարգարեներ, սխալ ուսուցիչներ, որոնք սխալ բաներ գսորվեցնեին։ Նպատակը ինչ էր, որ Քրիստոս, Հիսուս Քրիստոսի ճշմարիտ անձնավորութենեն շեղվի մարդ արարածը։ Քրիստոսը ինչպես որ է չընդունելու համար միլիոն ծևեր կործածված է սատանայի և տևերու իշխանության տակ, որբեսի մարդիկ գամած շեղվին Հիսուս Քրիստոսի անձեն։ Եվ գսե արդեն շատ ներեր եկած են, այն օրվնե սկսյալ Հագա քրիստոնյական մտքեր եկան այս աշխարհի մեջ։ Հագա քրիստոսյան ուղղություններ, Հագա քրիստոսյան վարդապետություններ, մտավ եկեղեցիներու մեջ, մտավ գազմագերբություններու մեջ, եւ մինչեւ այսօր գլսեք ինչեր գլսենք այս վերջերս գեղերականներու կյանքին մեջ, հոգևոր կյանքերուն մեջ, եկեղեցական կյանքերուն մեջ 2000 տարի է ի վեր Քրիստոսի սորվեցուցած հիմքեն շեղված է եկեղեցին, ինչու, քանի որ ներեր եկան եւ գան եւ պիտի ըլլան մինչեւ վերջինը անձնավորությունը, որ պիտի կա հստակ ցևով հրճագե Քրիստոսի հագարակը լալը։ Մինչեւ հիմա Քրիստոսի անունը կործածելով Հիսուս Քրիստոսի ուսմունքեն գհերացնեն մարդիկ, բայց Հիսուսի անունը կործածելով շատ մաղանտավորներ, շատ մը եկեղեցի ըսվածներ, շատ մը հոգևոր գազմագերբություններ այսօր Հիսուս Քրիստոսի խոսքի հիմքեն շեղված են։ Եվ Հովաննես կսե, ասոնք ներեր են, Հագա քրիստոնյան են, Հագա քրիստոսիններ են, Քրիստոսի հագարագործներ են, Քրիստոսի ուսմունքին հագարագործներ են, երբ Քրիստոսի վարդապետության վրա գավելցնենք սովորություններ, ավանդություններ, երբ կշեղենք կամաց Քրիստոսի խոսքը մարդը քաշելով դեպի մեզ, դեպի մարդկանց, դեպի մեր գազմագերբություններու, դեպի մեր եկեղեցիներու, ինչ է այս, եթե ոչ Հագա քրիստոնյան մտքեր։ Ուրեմն գա Հագա քրիստոնյան մտքեր։ Առաջին օրեն մինչև այսօր եւ մինչև Հիսուսի վերադարձը։ Մինչև գսե եւ այսպես գիմանանք թե վերջին ժամանակն է, ինչու, քանի որ ամբողջ հարվածը գուքա Հիսուսի եւ իր ուսմունքին դեմ։ Այսինքն այսօր իսլամներուն հանգիստ կթողի աշխարհը, հրյաներուն հանգիստ կթողի աշխարհը, բայց Քրիստոսի հետևորդներուն մի հատ նայեցեք որչափ կհալածվինք։ Մեմը նայեցեք աշխարհի 4 կողմը։ Կոնե Եվրոպայի մեջ, սիրելի քույր եղբայրներ, մեկ հատ իսլամ մը գմերնի, ամբողջ Եվրոպան ոտքի գելլե, վայ իսլամին մերծուցին։ Մեկ հատ հրյա գմերնի, ամբողջ Եվրոպան ոտքի գելլե, հրյա մերծուցին։ Բայց գիտեք, քանի քրիստոնյաներ, քանի որ հավատացյալ են, եկեղեցիներու մեջ կմտնեն այսօր մարդ կսպանեն եւ ոչ մեկը ցայն չհաներ։ Ինչու՞։ Հագա քրիստոնյան միտքը, հոգին, ղեկավարությունը, քաղաքականությունը ամեն ցևով գաշխատի։ 2000 տարի եկուզեն բնաչնչել ճշմարիտ քրիստոնյաներ։ Երբ որ պատմությունը կգարտանք եկեղեցական պատմությունը, քանի միլիոն հավատացյալներ մեռած են, ով մերծուցած է։ Հիմնված պաշտոնական եկեղեցին միշտ հալածած է ճշմարիտ Քրիստոսի հետևորդ հավատացյալներուն։ Միշտ եղած է Հագա Քրիստոսի, Հագա քրիստոնյաներ, այո Քրիստոսի անունը դալով, այո եկեղեցիներու մեջ խաչ գրելով կամ այս կամ այն Քրիստոսի մասին խոսելով, այո, բայց եթե ճիշտ վարդապետությունը գնայինք, Հիսուս Քրիստոսի անձնավորությունը, Հիսուսի կողքին գավելացնենք սուրբեր, գավելացնենք մարդիկ, գավելացնենք վարդապետություններ, գավելացնենք սրբանգարներ, սուրբեր եւ այլն, այս ինչս է։ Այս բոլորը ասել է Հագա քրիստոնյան
մտքեր, ուսմունքներ, վարդապետություններ։ Դերևս շատերը համաձայն չեք, դերևս շատերը համաձայն չեն լար, քանի որ հիմա ինչ որ գսեմ հիմնական, ինչպես եմ ավանդաբաշտ հոգևորականներ կամ հոգևոր հավատացյալներ գրնան մերժել ինչ կսեմ։ Բայց հիմա որ պիտի կարդանք, պիտի տեսնենք Հովհաննես որում մասին գսե։ Ներեր եկած են եւ գան եւ Պողոսն նույն բանը գսե Թեսաղոնիկեցիներու մեջ, ների հոգին գա գսե։ Ներ բառը ասել է Հագա Քրիստոս, Հագա Հիսուս, Հագարակ Հիսուսի եւ իր ուսմունքի։ Եվ որ գնայինք այսօր ինչ Հիսուս սորվեցուց եւ ինչ կբադահի մեր եկեղեցիներու մեջ, տարբեր եկեղեցի անուններ չեմ ուզեր դալ, բոլոր եկեղեցիներն ալ ունին այդ վտանգը, եթե ուշադրություն չունեն։ Ինչ կբադահի եկեղեցիին մեջ, երբ ինչ կսե Հիսուս իր խոսքին մեջ։ Որքան ուշադիր պետք է լանք, որ Հագա Քրիստոսի հոգին չմտնե մեր մարդաշեն գազմագերբություններու մեջ։ Համար 19 Մեզմե ելան ոմանք, բայց մեզմե չէին։ Վասնզի եթե մեզմե ըլլային, մեզի հետ պիտի մնային։ Բայց մեզմե ելան, որբեսի հայտնի ըլլա թե անոնք, ամենքը մեզմե չէին։ Որում մասին կխոսի Հովհաննես։ Հովհաննես կխոսի այն հավատացյալներ, որ եկեղեցի մեջ էին, որ Քրիստոսը գբաշտեին, բայց դուրս ելան, շեղվեցան, թողեցին հավաքույթը, թողեցին եկեղեցին, թողեցին քուր եղբայրները, շեղվեցան Հագա քրիստոնեական մտքերու մեջ մտնելով։ Եվ այսօր ցավալի է եկեղեցիներու մեջ հուսախապություն, հիաստապություն, կգարձենք թե այս քույրը մեր քույրն է, այդ եղբայրը մեր եղբայրն է, բայց մենք կմեն փամը գսե, փամը կբադահի եւ բացեվով գթողնե եկեղեցին եւ կգնա, այստեղ ինչ կբադահի արդյոք։ Այդ մարդու մեջ եկավ Հագա քրիստոնեական հոգին, Հագա Քրիստոսի հոգին, որ Քրիստոսի մարմինին ցավցնելով դուրս եկավ։ Մեզ մեկը կարծեինք, բայց մեզ մեջ են։ Ոնց տեսանք, ինչպես տեսանք, երբ դուրս ելան, հասկացանք, որ մեզ մեջ էին, իրենց սիրտը կապված չէր Քրիստոսի մարմինին եւ Քրիստոսի ժողովրդին։ Եվ այս ինչ որ գսեմ սիրելիներ, այսօր Եվրոպայի մեջ, Հայաստանի մեջ միանշանակ, Ամերիկայի մեջ շատ, Եվրոպայի մեջ շատ, հայերու մասին է խոսքս։ Թիթեռնիկի նման եկեղեցիներ կփոխեն։ Մեկ եկեղեցին կթողնեն, մյուս եկեղեցին գերտան, մյուս եկեղեցին կթողնեն, մյուս եկեղեցին գերտան։ Երբ որ իրենց հարմար չէ կթողնեն գերտան ուրիշ տեղ։ Ժողովուրդ, այդ տեսակի մարդկանց դուք ասեք, ես չասեմ, դուք ասեք, որ այդ տեսակի մարդիկ իրենք Հագա Քրիստոսի ների հոգի ունեն։ Քանի որ ներին հոգին բարձրապես Քրիստոսի ուսմունքին հագարակ բաներ գնե։ Եվ Քրիստոսի ուսմունքը ինչ է։ Միապան եղեք, սիրեցեք իրար, գողգող եղեք, իրար ոտ լվացեք, իրար ծառայեցեք։ Այս կսե Հիսուս։ Բայց ինչ կբադայի այսօր բաժանումներ եկեղեցիներու մեջ։ Երկու հոգի, երեք հոգի մեկը գահավաք է իր եկեղեցին գշնե, չագերդյալ եկեղեցի։ Եվ այսօր շատեր չենալ հասկնար։ Ուրիշներն ալ կգարձեն, թե եթե իրենց եկեղեցին դու չգնաս, դու գործված մարդ ես։ Մի խոսքով ամեն մեկը տարբեր ներային վարդապետություն այսօր կստեղծե մարդկանց բահելու դեպի իրենց։ Բայց Քրիստոս այդ չբացատրեց մեզ։ Քրիստոս մեզ սորվեցուց, որ մենք օրհնենք, սիրենք, սորվեցնենք, միապանվենք եւ ծառայենք իրար։ Մեզ բելան, բայց մեզ չէին։ Համար 20 սակայն դուք օծություն ունիք սուրբեն ու ամեն բան գիտեք։ Օծություն ունիք սուրբեն եւ ամեն բան գիտեք։ Ինչ ասել գուզե։ Սուրբը ով է։ Աստված։ Օծությունը ինչ է։ Սուրբ ոգին։ Դուք կսե սուրբ ոգին ստացաք եւ դուք գիտեք որն է շիտակը։ Բիդեսեք գիտեք։ Եվ դուք գիտեք որն է ճշմարտությունը։ Դուք գիտեք ինչ է կարևորը եւ ինչն է սխալը։
Դուք գիտեք ինչ բան ետևեն պիտի վազեք եւ ինչ բան ետևեն պիտի բռնեք եւ ինչ բան պիտի թողեք։ Դուք Սուրբ Օքի օծությունը ստացել եք, դուք հավատացյալ վերստին ծնված, խոսքը հավատացյալ վերստին ծնվածներու մասին է։ Ուրեմն կան այդտեղ հավատացյալ վերստին ծնված, որոնք Սուրբ Օքիով միապան գաբրին, եւ այդտեղ ճագերդյալ հավատացյալներ կան, որ ների հոգիով այստեղ այնտեղ գտողնեն կգնան։ Այստեղ Հովհաննեսը հստակ կբացատրի։ Ուրեմն դուք օծությունը ունիք Սուրբեն եւ ամեն բան գիտեք։ Ասել եմ, Սուրբ Օքին գիտեք, Հիսուսը ասավ, ես պիտի երթամ եւ ցես պիտի ուղարկեմ Սուրբ Օքին, եւ Սուրբ Օքին ցես պիտի առաջնորդի ամեն ճշմարտության մեջ։ Եվ նույն բանը այստեղ գսա օծությունը ստացակ, օծությունը Սուրբ Օքին է ստացակ եւ դուք գիտեք որն է շիրակը։ Գիտեք Հիսուսի խոսքերը, գիտեք ինչ է եկեղեցի, գիտեք ինչպես պետք է ապրենք, գիտեք եւ գսորվիկ շիդակ ճշմարտության մեջ քայլելու։ Դուք ձեր գլուխով չեք քայլեր, դուք ձեր զգացումով չեք քայլեր, դուք ասորանոր լսելով չեք քայլեր, դուք գիտեք ով է Հիսուս, դուք գիտեք Հիսուսի խաչը, Հիսուսի հարությունը, Հիսուսի ուղարկած Սուրբ Օքին, դուք շատ լավ գիտեք։ Դուք ասոր լսելով չեք կրնար շեղվիլ, դուք գիտեք միապանություն ինչ ասել է։ Հիսուսը ասավ, եթե այս բաները գիտեք, ուրախ կլակ եթե իրար սիրեք։ Հիսուսը ասավ, եթե Սուրբ Օքին ունիս, Սուրբ Օքին քեզի այդ օծությունն է, որ պիտի սորվեցնե այդ ճշմարտության մեջ։ Ուրեմն գտեսնեք, սիրելի քույր եղբայրներ, առաջին օրեն, երբ եկեղեցին հիմնվեցավ, հենց առաջին օրեն եկեղեցին քանթվելու նպատակ կա։ Ամեն Քրիստոսի մարմինով հավաքված խումբը, որ գսիրե իրար եւ գուզե միասին Աստված ճաշտել։ Վտանգ կա բաժանման, քանի որ հարցակումի տակ է եկեղեցին։ Հայտնության Հովհաննուն ինքը գկրե գլուխ 13-ին մեջ, որ Սատանան գսե իր բերնեն գահանե այդ հեղուկը, որ սահեցնե եկեղեցին հրաբուրիչ մտքերով։ Եվ ահա գբադայի այսօր 2000 տարի է։ Բայց վերստին ծնված հավատացյալը այստեղ են գերևնա։ Վերստին ծնված հավատացյալը գերևնա իր միապանությամբ իր եկեղեցի մեջ։ Վերստին ծնված հավատացյալը այդ օծությունը ստացող մարդը ինք գիտե, նույնիսկ եթե գծավի, նույնիսկ եթե գտարաբի, նույնիսկ եթե ցավ է իրեն համար, ինք գիտե միապանալ իր եղբոր քրոջ միապանության մեջ Քրիստոսի խոսքին վրա հիմնված։ Քանի որ օծությունը մեզ գսորվեցնե ճշմարտությունը։ Չկրեցի ցեզի, իբր թե ճշմարտությունը չեք գիտեր, հավա դուք գիտեք զանիգա, եւ նաեւ թե ամեն սդություն ճշմարտություն չէ։ Դուք գիտեք կսե, որ ամեն ըսվածները ճշմարտություն չեն։ Դուք գիտեք քննել, դուք գիտեք լսել, որ քարոզը, որ մարդը, որ հոգվիվը, որ եկեղեցին շիտակ է, որ եկեղեցին սխալ է։ Երբեմն մարդիկ կսեն, ամեն եկեղեցիները նույնն են, ես կսեմ ոչ։ Ամեն եկեղեցիները նույնը չեն։ Ինչ կբադա այդ եկեղեցիի մեջ։ Այդ եկեղեցին գլուխ ով է, այդ եկեղեցին առաջնորդները ով են, այդտեղ ինչ կսորվեցնեն, այդտեղ ինչ կաբրին, որն է ճշմարիտ եկեղեցին եւ որն է սուտ եկեղեցին, այստեղ Հովհաննես կսե դուք գիտեք։ Գիտեք ինչու, քանի որ Սուրբ Օքիով գարաշնորդվիք։ Ես ուրախ եմ, երբ որ գտեսնեմ հավատացյալներ, որոնք Սուրբ Օքիով գարաշնորդվին եւ երբ որ գլսեմ բզդիկ սխալ քարոզի մեջ, բզդիկ սխալ խոսակցության մեջ, այդ մարդիկ կգան եւ կջշտեն։ Փառք Տիրոջը։ Սուրբ Օքին ստացողը, Սուրբ Օքի օծություն ունեցողը, այդ մարդը ճշմարտությունը պետք է նայի ամեն քարոզին, ամեն չսվիր, ինչ քարոզ որ գլսենք, այո չսվիր։ Ամեն Քրիստոս ըսողին, այո չսվիր, քիչ հետո պիտի տեսնեք։ Պիտի տեսվի այստեղ Հովհաննես ինքը պիտի ասե, թե մարդիկ կհավատան Հիսուսի, բայց որ Հիսուսին։ Եվ հավասիկ ներային հոգին, որ Հիսուսը չէ որ քեզ մեջ է պիտի անի, բայց Հիսուսին դարբեր մոդեցում պիտի դա, որ դու սխալ Հիսուսի հավատաս, սխալ Հիսուսի վարտաբեդության հետևիս, որ դու սխալ ուսմունքի հետևիս, փոքր ծևով, կամաց։ Մեզ մե ելան, բայց մեզ մեջ չէին։ Եվ քանի որ ելան, մենք գիտակ, որ մեզ մեջ չէին, եւ ինձ մեջ ճշմարտություն չի գար, բայց դուք Սուրբ Հոգին ունիք, դուք ճշմարտությունը գիտեք, դուք գիտեք զանազանելը սուդը ճշմարտութեն են։ Այո, սիրելի քույր եղբայրներ, ամեն քարոզ չի լսվիր։
Մի բանակ YouTube-ը եւ ամեն առաջին քարոզը մի լսեք։ Եկող քարոզը մի լսեք, ժողովուրդ, ամեն ինչ չլսվիր, այդտեղ են ու կա ների հոգին, այսօր YouTube-ի միջոցով, այսօր Zoom-ային միջոցով, այսօր ինտերնետայի միջոցով եկեղեցիներ կքանթվին, քանի որ մարդիկ քարոզիչներու գլցեն եւ գսեն, «Հաս ինչ լավ քարոզիչ է, մեր հովիվեն ավելի լավ է, պետք չկա եկեղեցի երտալ, երտամատ քարոզիչին հետևիմ»։ Եվ այս ներային հոգի է։ Նախ այդ մարդը, որ գքարոզե եւ գսե եկեք ինձ լսեցեք, այդ արդեն ներային հոգի ունի, իսկ երկրորդը այդ հավատացյալը, որ իր եկեղեցին հետ միապանված չէ։ Շատ կարևոր է ինչ որ գսենք։ Վերջին թարերու դժվարությունը, նայեցեք առաջին օրեն եկավ այդ։ Մարդիկ ուկային Բողոսալ գսե, մարդիկ ուկային եկեղեցիները բաժնելու նպատակով։ Բայց հիմա շատ ավելի արագ կլա այս բոլորը։ Շատ ավելի հստակ կլա այս բոլորը ինտերնետով մարդը դու նգնստի մեծ չունի դեղ մի երտալու դու նգնստի եւ գլսե այս կամ այն քարոզիչը որուն հիմքը Քրիստոսի եւ իր խոսքը չէ որուն հիմքը դերևս ուրիշ անձնաշահ անձնագետրոն մեկ խոսքով ներային հոգի է ների հոգի է ասեմ հագա Քրիստոսյան հոգի է Ով է սդախոսը, եթե ոչ ան որ գուրանատ է Հիսուս Քրիստոսն է, անիգա է ները, որ գուրանա հայրն ու որդին։ Հիմա որ ասկը գարտանք, դու գսես, ես չեմ որանար հայրը և որդին, ես պրոբլեմ չունիմ։ Եվ այդ մեզ մե ելած հավատացյալները, որոնց մասին խոսեցանք, այդ հավատացյալները, որ բաժանումներ գնեն եկեղեցիներում, չեն որանար հայրը և որդին։ Ուրեմն ով է այդ ները, ով է այդ սդախոսը։ Քույր եղբայրներ այն ժամանակ, որ Հովհաննես կգրեր, վարդապետություններ կար, որ կբաժներ եկեղեցին, ըսելով թե անցյալ անգամ լսեցի այս մասին, ըսելով թե Հիսուս մարդը անոր մեջ մտավ Աստուծո որդվոյն Քրիստոսի հոգին։ Ուրեմն Աստծո Քրիստոսի հոգին կործածեց Հիսուս ըսված մարդը։ Ուրեմն Հիսուսը եւ Աստծո որդին տարբեր անձնավորություններ են։ Այսպես կբացատրվեր։ Հովհաննես կբայկարի այդ մտքի թեմ, ինչպես մենք ալ։ Այսօր ինչ է։ Այսօր գրնամսել ցեզի տարբեր ավանդություններ կան, կամ նույնիսկ աղանդավորներ կան, նույնիսկ ավետարանական ընտանիքի պատկանող քարոզիչներ կան, որ նրբությամբ երբեմն այս բաժանումները քարոզեն կամ գսորվեցնեն։ Ինչ որ բոլորովին սխալ է։ Հիմա սիրելի քույր եղբայրներ, նայեցեք այստեղ։ Շեշտը տրված է Հիսուս Քրիստոսի անձի չհասկանալու վրա։ Երբ որ մենք չենք ընդունիր Հիսուսը ինչպես որ ինք կներկայանա մեզ, մենք ոչ հայր ունենք, ոչ որդին ունենք եւ մենք դատապարտված ենք։ Ուրեմն ընդունիլ Հիսուս Քրիստոսը ինչպես որ սուրբ գիրքը մեզ գսե։ Թարեր բայկարներ եղան սիրելիներ։ Մեր հայ եկեղեցին եւ կաթողիկ եկեղեցիի միջեւ։ Հիսուս երկու բնություն ունի կամ մեկ բնություն ունի։ Ուրեմն բայկար եղավ այստեղ։ Բայկար գնաց տարեր։ Հիսուս երկու բնություն կամ մեկ բնություն։ Եվ բայկարներ գնաց։ Միջև այսօր մոնոֆիզիտները այս բայկարի մեջ են։ Թե Հիսուս Աստված էր, թե Հիսուս մարդ էր։ Եվ կամ Հիսուս կատարյալ մարդ, կատարյալ Աստված էր։ Մենք կհավատանք Հիսուս կատարյալ մարդ, կատարյալ Աստված։ Երկու անձնավորություն չէր, Հիսուս մարդը եւ Քրիստոս հոգին իրար չմիացավ, այլ Աստված մարդացավ, կատարյալ ցևով մարդացավ եւ իր աստվածությունը կատարյալ գար, բայց շատ անգամ չկործածեց իր մարդկային բնության մեջ, այո։ Երբ կսե Հիսուս հոգնեցավ, Հիսուս լացավ, Հիսուս սոված էր, անոթի էր, Աստված ոչ կհոգնի, ոչ ալ կսովանա։ Հիսուս մերավ, Աստված չի մերնիր, բայց իր մարդկության մեջ, իր կատարյալ մարդկության մեջ, այո։ Ուրեմն վարդապետություններ կան ժողովուրդ ջան, որ եթե մենք սիրելի քույր եղբայրներ, եթե մենք հստակ չսորվենք Աստծո խոսքեն, մենք հագա Քրիստոսյան հոգին մեջ գրնանք շեղվիլ։
Որքան կարևոր է Աստծո խոսքը հստակ հասկանալ։ Նույն բանը Սուրբ Օքին հետ կապված, բարգևներու հետ կապված, բդուղներու հետ կապված, դաղանտներու հետ կապված։ Շատ մը եկեղեցիներ Սուրբ Օքին այդպես կներկայացնեն, որ կարծեք ոչ Հայր Աստված կա, ոչ էլ Որդի Աստված կա։ Հասկանաք, շատ կարևոր է մեր աստվածաբաշխությունը եւ աստվածագիտությունը, աստվածաբանությունը հստակ գիտնանք, քանի որ եթե մենք հստակ չենք սորվիր, մենք կրնալը շատ շուտ հագաքրիստոսյան ներային հոգին մեջ մտնել, քանի որ առաջին օրեն այդ բանը գա, միջև վերջին օրը պիտի լա։ Այսօր մեր եկեղեցիներու մեջ որ սուբկրային սերդողություն գսենք մարդիկ այնքան շատ չեն սիրեր։ Բայց գսենք եկեք աղոթենք ձեր համար բժշկվիկ, Սուրբ Օքիով լեցվիկ, բարգևներ խոսիկ, մարդիկ կվազեն եկեղեցի։ Բայց Սուրբ Գիրքը սերդելու, հասկանալու, ինչ որ Հիսուս միան այդրավ, Հիսուս բացատրեց, սորվեցուց։ Այո, հրաշքները լավ, բայց իր շեշտը դրավ իր սորվեցներու վրա։ Պողոս Արաքյալ, Պետրոս, Հովհաննես գքրեն, որ մեզ սորվեցնեն։ Գսե դուք ունիք օծությունը, բայց այդ օծությունը պետք է զարգանա։ Սուրբ Օքին պետք է արիտ տանք, որ սորվեցնե մեզ, եւ ոչ թե Սուրբ Օքի ունենք, վերջացավ, մենք սորվելու պետք չունենք։ Շատերը այդպես կսեն։ Շատերը կսեն կարևորը Սուրբ Օքի ունենալն է, եւ որ Սուրբ Օքի ունենք, ել աստվածապանության դբրոց երթալը կարևոր չէ, անչափալ սերդելը կարևոր չէ, Սուրբ Օքի մեզի նույն ժամանակին գուտա։ Հենց ադուր համար է որ սխալ վարտաբեդություններ կկարոզվի, քանի որ այդ մարդիկը Սուրբ Օքի գսեն, բայց իրենց սուտ վարտաբեդությունները մեջտեղ գանեն։ Որչափ կարևոր է սորվիլ, սերդել, խոգալ, խոհել, մտածել Աստծո խոսքին վրա, սերդել, հարցնել, որբեսի սխալ վարտաբեդության մեջ չմտնենք։ Ով է սա խոսը, եթե ոչ անոր գուրանա թե Հիսուս Քրիստոսն է, անիգա ներն է եւ գուրանա հայրն ու որդին, ամեն ով որ գուրանա որդին, անիգա հայրն ալ չընդունիր։ Նայեցեք մեր հայրու մեջ մեծ խնդրեմ կա։ Մեծամասնությունը չեն հավատար որ Հիսուս Աստված է։ Կհավատան Աստծո որդի է, կհավատան մարգարե է, կհավատան բարի խելոք մարդ է, բայց Հիսուս Աստված է չեն հավատար։ Մեծամասնությունը։ Եթե գսե անոր չհավատար որ անոր գուրանա որդին, ասել է Հիսուսի աստվածությունը, այստեղ երրորդության մասին է խոսքը։ Հայր Աստված, որդի Աստված։ Անոր գուրանա որդի Աստվածը, որ Հիսուսի մեջ, որ Հիսուս ինքն է, այդ մարդը նաև չընդունիր հայրը։ Քանի աղոթքներ, որ այսօր կբարձրանա մեր տարբեր եկեղեցիներու մեջ են, քանի աղոթքներ անպատասխան է եւ նույնիսկ Աստված չի լսեր։ Քանի որ աղոթքներ կբարձրանան առանց իմանալու թե ով էր Հիսուս, Հիսուսի անունով ինչպես պիտի աղոթենք, ինչ էր Հիսուս, ինչ ըսավ, ինչ սորվեցուց, ով է հայրը, որդի, Սուրբ Օքին, առանց գիտնալու մարդիկ գաղոթեն։ Մանավանդ մեր հայրերը, որ գաղոթեն, հայր մերը սելով առանց իրենց կյանքը հանցնելու այդ հորը Հիսուս Քրիստոսին ընդունելով։ Ինչպես արդյոք հայրը գլսե։ Սիրելի եղբայրներ, վարժություն եղած է երբեմն քրիստոնեությունը։ Կարծեք թե քրիստոնյաներս ժողովուրդ ջան վարժություն եղած է աղոթելը, երգելը, նայած որ եկեղեցիներ կան շարական գերտեն մարդիկ առանց մտածելու շարականը գերքեն, եկեղեցիներ կան հոգևոր երգեր գերքեն մարդիկ առանց հոգևոր երգելու գերքեն, աղոթներ գներ առանց գիտնալու, առանց մտածելու, ասի ներին հոգին է, որ գուզե հերացնել մեզ ճշմարիտ Քրիստոսաբաշխութենեն։ Եվ դժբախտաբար այսպես կշարունակենք։ Եվ երբեմն ալ գսենք, ես կհավատամ, ես կաղոթեմ Հիսուսին։ Այս ինչ կաղոթես, որ Հիսուսին կաղոթես, ինչ կսես այդ Հիսուսին, արդյոք քո ուզածդ Հիսուս կընդունի, գարտացել ես խոսքը, գիտես ինչ կսես Սուրբ Գիրքը այդ քո աղոթքիդ մասին։ Որքան կարևոր է ներային հոգին դուրս գալ, քանի որ շատ հեշտությամբ ների հոգին այսօր հավատացյալներու մեջ ալ կգործե։ Եթե Հովհաննես կխոսի եկեղեցիներուն ասելով այսօր ների հոգին գա, վստահ եղեք որ հիմա 2025-ին շատ ավելի զորավոր ձևով կգործե ների հոգին մեր եկեղեցիներուն մեջ։ Դերը ողորմությունն է։ Անոր գնդունի որդին անիգա հայրն ալ գնդունի։ Անոր չընդունիր որդին հայրը չընդունիր։
ով է Հիսուս։ Ով է Հիսուս քեզ համար։ Ոչ թե ինչ կսես դու Հիսուսի համար։ Հիսուս ինչ կսե քեզ համար։ Սուրբ Գիրք ինչ կսե Հիսուսի համար։ Համար 24։ Ուրեմն ինչ որ դուք սկիզբեն լսեցիք, թող անիգա ձեր մեջ բնագի։ Հավատացյալը ինչ լսեց սկիզբեն, որ սկիզբի մասին է խոսքը։ Սկիզբը իր ապաշխարության մասին է։ Երբ մեկը իսկապես վերստին գծնվի, Սուրբ Հոգին գուքա այդ մարդուն գհայտնե Հիսուս Քրիստոսը։ Ճշմարիտ վերստին ծնվածները, երբ Սուրբ Հոգին գհայտնվի իրենք մի անգամ են Հիսուսի ոտքերուն տակ կինան եւ գսեն դեր ները մեր մեղքերը։ Ուրեմն դուք սկիզբեն լսեցիք Սուրբ Հոգին ցեզ ինչ ասավ Հիսուսի մասին։ Ուրեմն անոր մեջ բնագեցեք։ Որու մեջ։ Հիսուսի մեջ։ Բնագի լսել է ոչ թե մի անգամ լսեցինք եւ գիտենք, բնագի լսել է զարկանալ, մեծնալ, խորանալ, սորվիլ, ջաշագել, այս բոլորը Հիսուսի մեջ։ Եթե վերստին ծնված ես Հիսուսի ոտքերուն տակ եկար, հիմա այդ ոտքերուն տակ դու պիտի զարկանաս եւ մեծնաս։ Ինչու։ Քանի որ եթե դու այդ Հիսուս անցեն դուրս կշեղվիս, գսկսիս պատմություններու մեջ մտնել, քարոզներու մեջ մտնել, անցելորը մեգում հետ կխոսեի գսե ես քարոզ Սուրբ Գիրք չեմ կարդար, բայց շատ քարոզ գլսեմ։ Քույր եղբայրներ, չի գրնարը այդ քարոզները վստահ սխալներ կան։ Իմ քարոզներուս մեջ սխալներ գրնան լալ։ Բոլորիս մեջ սխալներ գրնան լալ, բայց դու Սուրբ Գիրքը գիտնալով պետք է շտկես այդ սխալը։ Բողոս երբ կքարոզեր բոլոր հրյաները, բաները, մասնակետները քիրքերնին կփանային եւ կքննեին ինչ կսեր Բողոս Արաքյան։ Այսօր քարոզիչներ կան, կքարոզեն 5 րոպե հետո, ցես գրնամսել որ արդեն 10 հատ սխալսին։ 5 րոպե հետո։ Այնքան վարժվել ենք, իսկ ժողովուրդը գնտունի գսի ամեն, ամեն, ամեն։ Երբեմն անչափ շատ նույն սխալը գլսենք, որ այդ սխալը կդառնա արդեն մեզ համար մտերիմ ճշմարտություն։ Շատ բաներ։ Մանրագրգիծ ծևով շատ բաներ։ Որքան կարևոր է դու ամեն մեկ խոսքը Աստծո խոսքին գշիրքին վրա տնես։ Որ ների հոգին քեզ չշեղե։ Ների հոգին գա, գաշխադի, այսօր գաշխադի քո ընտանիքիդ մեջ, քո եկեղեցիիդ մեջ, մեր ընտանիքի մեջ, մեր եկեղեցի ամեն տեղ մեզի գինա ու շատիրը լալը եւ շիդա գսորվեցնելը։ Համար ուրեմն գսե ծեր մեջ թող բնագի, եթե այն սկիզբեն լսածնի ծեր մեջ բնագի, դու գալ որդին ու հորը մեջ պիտի բնագիք։ Եթե Սուրբ Հոգին ցես դարավ Հիսուս Քրիստոսի ոտքին տակ, եթե անոր մեջ դուք մնաք, ինչպես Հիսուս գսե, մնացեք, բնագեցեք գսե իմ խոսքիս մեջ։ Ինչ որ ես ցես սորվեցուցի անոր մեջ բնագեցեք։ Եվ որ դուք գսե կբնագիք այդտեղ, դու գալ որդին եւ հորը մեջ եք։ Հալելույա, շեղում չկա։ Շեղում չկա։ Փարտիրոջ։ Եթե մտանգինք եւ զարկանանք։ Համար 25 եւ ասիգայի այն խոստումը, որ ինք ցեզի խոստացավ, այսինքն հավիտենական կյանքը։ Այո, եթե ես Հիսուս Քրիստոսի մեջն եմ, հորը եւ որդին հետ Սուրբ Հոգիով միապանված եմ, ես հավիտենական կյանք ունիմ։ Այս իր խոստումն է։ Ոչ թե քանի որ ես բարի եմ, մաքուր եմ, լավ մարդ եմ, ոչ։ Քանի որ ես հորը եւ որդվույն մեջ Սուրբ Հոգիով կփնագիմ։ Իր ընտանիքի մեջ, եկեղեցի մեջ միապանված Սուրբ Հոգիով, այո, հավիտենական կյանք ունենք։ Մի շփոթվիկ, սիրելի քույր եղբայրներ։ Մի շփոթվիկ, անորամա դերը մեզի դվավ այդ իր օծությունը Սուրբ Հոգին օծությունը հիմա մեկ երկու անգամ եւս պիտեսե Սուրբ Հոգին օծությունը դվավ որ մենք շիդակ տեղնայինք շիդակը սորվինք շիդակ դեղեն քաղենք Աստծո խոսքեն ըմբենք եւ այնտեղեն մտնենք միապանության մեջ ոչ թե հովիվներուն կարոզներով այս կամ այն մարդկանց յետևեն երթալով կամ այս կամ այն եկեղեցի անդամ լալով այդ բոլորը պետք են բայց ամեն բանի առաջ Աստծո խոսքին մեջ մնալը Համար 26 այս բաները ցեզի գրեցի ցեզ մոլորեցնողներուն համար
Առաջին, նայեցեք, առաջին առաքյալներու եկեղեցիներուն մեջ ալ մոլորեցնողներ կային։ Ուր մնաց հիմա մեր եկեղեցիներուն մեջ։ Միշտ եղած է։ Բողոսի ժամանակ իր հիմնած եկեղեցիներուն մեջ մոլորեցնող վարդապետներ կային, որոնց գլուխը Բողոս ինքն էր, հովիվը։ Ուրեմն միշտ եղած է, միշտ ալ գլա։ Այս բաները ցեզ գկրեմ գսե, ցեզ մոլորեցնողներուն համար, քանի որ մոլորեցնողներ կան։ Դուք մնացեք կայուն Աստծո խոսքի մեջ, Հիսուս Քրիստոսի մեջ, Աստծո Սուրբ Օգիով միապանված հոր եւ որդուն հետ, որբեսի այն օծությունը, որ դուք իր մեջ ընդունեցիք, ձեր մեջ մնա։ Եթե դուք արթուն եք, այն Սուրբ Օգին, որ եկավ, այն օծությունը, որ եկավ, ձեր մեջ թող մնա, ձեր մեջ թող զարգանա, ձեր մեջ թող մեծնա, ձեզ թող կործած իր парքին համար, Սուրբ Օգի լեցունություն գսե Սուրբ Գիրքը, հենց այս է, երբ որ դու Քրիստոսի մեջ կապված ես։ Ոչ թե բարգևներ ունիս, անորամար չէ, ոչ թե հրաշքներ գնես, անորամար չէ, Քրիստոսի մեջ ես։ Քանի որ սատանայիչներն ալ հրաշքներ գնեն, մոլորեցնողներն ալ հրաշքներ ըրին, ների հոգին վերջին օրերը շատ մեծ հրաշքներ մի դնե, ուրեմն հրաշքը նշան չէ Սուրբ Օգվույն։ Հիսուս Քրիստոսի սիրելը եւ անոր խոսքին հնազանդիլն է նշանը Սուրբ Օգվույն։ Շատեր գսեն բարգևներն է նշանը, ոչ։ Քանի որ այդ բոլոր բարգևները երևալի նշաններ են, այդ երևալի նշանները սատանան նույնիսկ կնե, հենց իր նպատակը այդ է, մոլորեցնողներ, ցեզ շիդակ ջամպային թուր սանողներ, գամած ժբիդով, սիրելի խոսքերով, մեկ երկու հատ հրաշք ցույց տալով, եւ այլն, ցեզ մոլորեցնող գսեք քայլեր։ Ուրեմն մենք որքան մեր հիմքը պետք է տրվի Հիսուս Քրիստոսի անձին վրա եւ ոչ դրսևորումներու վրա, ոչ թե դուրս երևցած հրաշքներու վրա, այլ Հիսուս Քրիստոսի անձին, որ մեգուքա ինձ փոփոխություն կատարյալ։ Դուք օծությունը ստացաք եւ որ ընդունեցիք, թող այդպես մնա։ Պետք չէ որ մեկը ցեզի սորվեցնե։ Արդեն նույն օծությունը ցեզի գսորվեցնե ամեն բան ու ճշմարիտ է ու սուտ չէ։ Օծությունը Սուրբ Օգին։ Գսե մի թույլ տակ որ դուրսեն մոլորեցուցիչներ ցեզ քարոզեն։ Մեկ խոսքով նույնիսկ Պողոս գսե մի բարևեք այդ մարդուն, որ ինքը իրեն հոգևոր գսե, բայց իր կյանքը չի համընկնիր Աստծո խոսքին։ Նույնիսկ մի բարևեք։ Գտեսնեք ինչ սուր է Աստծո խոսքը եւ մենք կտեսնենք այսօր հոգևոր ուսուցիչներ, հովիվներ, քահանաներ, վարդապետներ իրենց կյանքը երբ որ գնայինք, կսենք ուր է Հիսուսի խոսքը, ուր է այս մարդկանց կյանքը։ Եվ մեր հայրը գերտան այդ մարդկանց ցերկերը կհամբուրեն, այդ մարդկանց քարոզները կլսեն, եւ այս բոլորի մասին է խոսքս, բոլոր եկեղեցականներու մասին։ Այստեղ դարբերություն չեմ անել ես։ Քանի որ ամեն տեսակ եկեղեցիի մեջ լավն ալ գա, վատն ալ գա, բայց եթե մենք վատն ենք, եթե անդադար ուշադրություն չենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի եւ մեր եկեղեցական վարդապետություններեն, մեր եկեղեցական աստվածապանութենեն դուրս չենք աներ ների հոգին, մենք չենք կրնար աստվածահաճո կյանք ունենալ։ Ուրեմն որչափ կարևոր է սերդել Սուրբ Գիրքը եւ Սուրբ Գիրքի մեջ Աստծո խոսքով երթալ առաջ։ Ցեզի մեկը թող չի սորվեցնե սուտ վարդապետներ։ Դուք պետք է սորվիկ Սուրբ Հոգիեն եւ պետք է սորվիկ այն ուսուցիչներեն, որ ցեզ Աստծո խոսքին համաձայն Հիսուս Քրիստոսի անձը ցեզ գբերեն։ Բարաբիչից Աստված այս է իմ սիրելիս որդին, ադոր մդիկ ըրեք։ Նույնիսկ Հայր Աստվածը մատը թրավ Հիսուսի վրա։ Նույնիսկ Հայր Աստվածը ուր մնաց մենք։ Նայեցիք նոր գդակարանի մեջ շեշտը տրված է Քրիստոս Հիսուս, Հիսուս Քրիստոս, Քրիստոս Հիսուս, Փրկիչ Տեր Քրիստոս Հիսուս, ինքն է շեշտը։ Եվ այսօր մենք շեշտը գտնենք մեր ծառայություններու վրա, շեշտը գտնենք այս կամ այն
նոր հայտնություններու վրա, երազներու վրա, ըսկացումներու վրա, դեսիլքներու վրա եւ Հիսուսին կներկայացնենք ջերմակ հագուստով մարդ եկավ եւ ինձ ըսավ. Քույր եղբայրներ, եկեք մի քիչ ավելի լրջանանք, մի քիչ ավելի սուրբ գիրքը կարդանք, մի քիչ ավելի սուրբ գիրքը սերդենք, ըսկացումի մարդ չենք, մենք Քրիստոսի մարդ ենք։ Ուրեմն այո, այդ օծությունը ցեզ բիդի սորվեցնե։ Հիսուսի ասած խոսքը մեհադալ գսե Հովաննես։ Եվ այս գրված է Ավետարան Հովաննեսի մեջ նույն բանը գսե Հովաննես։ Այդ օծությունը Սուրբ Օգուտի ներկործությունը երբ կվերստին գծնվիս, քեզ պիտի առաջնորդե Հիսուս Քրիստոսի ոտքերուն տակ։ Եվ այդտեղ պիտի ծանոթանաս Հիսուս Քրիստոսը ավելիով։ Պիտի հաշտվիս իր հետ եւ իր բնավորությունները պիտի կան քո մեջ։ Եվ դու պիտի սորվիս իր մե եւ պիտի պատվես զինք եւ իրպես պիտի ապրիս այս աշխարհի մեջ, շեշտը գտրվի Հիսուս Քրիստոսի վրա։ Ուրիշ բան կարևոր չէ։ Ուրիշ բան կարևոր չէ, միայն Հիսուսի բեսը լալն է կարևորը մեզ։ Անոնք որ մեզ գեհդեվին քույր եղբայրներ, եթե քրիստոնյա ես, եթե վերստին ծնված ես, եթե հավատացյալ ես, մեկ բան գսեմ, Հիսուսի բես ապրիր այս աշխարհի մեջ։ Անոր համար բաց սուրբ գիրքը եւ սորվիր Հիսուսը։ Ջանցիր, ծանոթացիր։ Գիտեք, երբեմն լավ մարդու մասին կխոսենք իրար, կսեմ որ ասինչ մարդը լավ բաներ գնե։ Շատ անգամներ մարդիկ կսեն, օքեյ, եթե ասինչ մարդը լավ բան է, ինձի ծանոթացուր այդ մարդուն հետ։ Որպեսզի ես ալ ծանոթանամ, ես ալ այդ մարդուն հետ շփվիմ։ Նույն բանը ցեզի կսեմ։ Հիսուսին ծանոթացեք։ Հիսուս լավն է։ Հիսուս է ճշմարտությունը։ Հիսուս է ճանապարհը։ Նույնիսկ Հայր Աստվածը շեշտը տրավ։ Սուրբ Օգին գսե ինձ մեկ առնե, իմ բաներս ցեզ գսորվեցնե։ Գետրոնը Հիսուսն է։ Գետրոնը Սուրբ Օգին չէ։ Գետրոնը Հիսուսն է։ Սուրբ Օգին մեծ գպերը Հիսուսը։ Սուրբ Օգին եկավ որ մենք Հիսուսի մը դերմանանք։ Եվ Հիսուսի միջոցով Հորը հետ ըլլանք Հավիդյանս Հավիդենից։ Որ կարողանանք այն Աստծո հայր գանչել Հիսուսի միջոցով։ Օրտնյալ է մեր դերը։ Ուրեմն պետք է որ մեկը ցեզ սորվեցնե արդեն նույն օծությունը ցեզի կսորվեցնե ամեն բան որ ճշմարիտ է եւ սուտ չէ։ Ինչպես անիգա սորվեցուց անոր մեջ գեցեք։ Ով է անիգա? Հիսուս։ Օծությունը մեզ կսորվեցնե ինչ որ անիգա Հիսուս սորվեցուց մեզ։ Եվ որու մեջ պիտի մնանք? Հիսուսի մեջ պիտի մնանք։ Շատ կարևոր է համար 27-ը։ Ինչպես ինք սորվեցուց մեզ իր մեջ մնացեք։ Հիսուս համար Հովաննու 15-ին մեջ նույն բանը գսե։ Մնացեք իմ խոսքերուս մեջ, առանց ինձի բամը չեք կրնարնել։ Մնացեք որ բդուղ բերեք։ Ես իմ մեջ, ես իմ Հիսուս է սովը։ Գետրոն Հիսուսն է։ Որոշումը այսօր սիրելիս։ Ավետարանը նոր գդագարանը բաց եւ այդտեղին քաղե ով է Հիսուս։ Այդտեղին սորվիր Հիսուսը։ Աղոթելով Սուրբ Օգի ինձ Հիսուսը հայտնի։ Սուրբ Օգի ինձ Հիսուսը ավելի սորվեցուր։ Սուրբ Օգի ինձ Սուրբ Հիսուսի խոսքերու մեջ պահե։ Այդ մտքով նոր գդագարանը գարտա։ Հիսուսը քաղելով այդտեղին ճանոթացիր Հիսուսի հետ։ Վերջին երկու համարները այսօրվա։ Եվ հիմա որտյակներ անոր մեջ կեցեք, որբեսի երբ անիգա հայտնվի, մենք համարձակություն ունենանք ու անգե չամճնանք իր քալու ադենը։ Չսեր Սուրբ Օգին, չսեր Հայր Աստված, չսեր բարի եղեք, խելոք եղեք, լավ հավատացյալ եղեք, ասկասեր եղեք, ժողովուրդը սիրեք, չէ։ Դեսե անոր մեջ կեցեք։ Եվ որ անոր մեջ կգենաս դու արդեն գիտես ինչ պիտի դնես։ Դու կսորվիս քո ընտանիքին մեջ ինչպես վարվիս, կսորվիս քո ազգին մեջ ինչպես վարվիս, կսորվիս ինչպես պիտի սիրես քո ազգը, պիտի սիրես քո տշնամին, պիտի սիրես քո ընտանիքը, պիտի սիրես քո դպրոցը, քո եկեղեցին, դու պիտի սիրես, եթե անոր մեջ մնաս։ Ուրեմն քաղնիկը անոր մեջ մնալն է։ Եվ երբ որ ինք պիտի վերադառնա, իր արչև չամճնանք։ Դա հասկնակ, նորեն շեշտը տրվեցավ Հիսուսի վրա։ Իր մեջ մնալ, իր բեսը լալ
երբ ինք վերադառնա իր արջև ամոթով չլալ։ Շեշտը Հիսուսն է։ Հալելույա։ Քանի որ գիտեք, թե անիգա արդար է, Հիսուսի մասին է խոսքը, ուրեմն գիմանաք, թե ամեն ով որ արդարություն կգործե, անգե ծնած է։ Ինչպես անցյալ անգամ ասինք, երբ որ մեկը իր եղբայրը գսիրե, հորմե ծնած է, այստեղ գսե ան որ արդարություն կգործե, արդարեն ծնած է։ Ուրեմն հագա քրիստոսյաններուն ուշադրություն ունեք։ Քրիստոս արդարին մեջ ապրեցեք։ Քրիստոս արդարին բես եղեք։ Իր մեջ կեցեք։ Եվ երբ որ Սուրբ Հոգին դեղ ուտակ, ցեզ ավելիով Քրիստոսը պիտի հայտնի։ Եվ դու Քրիստոսը ավելի պիտի ճանաչեք։ Եվ դու Քրիստոսը ավելի պիտի սիրեք։ Եվ Հիսուսին ավելի պիտի աղոթեք, քանի որ դու կսպասեք Հիսուսը, որ ինք վերադառնա եւ իր հետ լակ հավիճան։ Հալելույա։ Օրհնյալ է մեր Տերը, որ մեզ այսօր այս բոլոր բաները սորվեցուց։ Փառք մեր երրորդության Աստծուն, Հորը, Որդվույն եւ Սուրբ Հոգին։ Իրեն ըլլա փառք եւ մեզի ըլլա այն խոնարհությունը, որ միշտ երրորդության արչեւ, ինչպես որ ինք կներկայանա, այդպես մենք ընդունենք եւ այդպես ծառայենք եւ այդպես փառավորենք Տերը եւ այդպես լեցնենք մեր կյանքը իրմով։ Փառավորվի Տերը, հալելույա։